հնարավոր է, որ 2026 թվականի ընտրություններին չհասնենք։ Այսօր ասել եմ, այո, մեր օրակարգը impeachment-ն է։ Եվ դա պետք է տեղի ունենա մինչ 2026 թվականի ընտրությունները։ Ոչ, որ հարցը ուղղեցին, կարծում որ չեմ ծանոթացել, հետևաբար կարծիք չեմ հայտնել, ինչև ծանոթանամ, ինչ եմ խոսել, ինչ եմ ասել եւ ինչ հայտարարություն են արել։ Այսինքն ձեզ պետք է ժողովրդի համախմբվածությունը, չէ՞ նաեւ։ Սկզբից ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ այո, մեր ժողովրդի։ Եվ ժողովրդի համախմբվածությունը առհասարակ է պետք, ոչ միայն քաղաքական process-ների ժամանակ, առօրյա կյանքում էլ է պետք է համախմբվածություն։ Բոլոր երկրում տեղի ունեցող գործընթացների ժամանակ էլ է պետք է համախմբվածություն։ Առհասարակ մեր երկրի ապագայի համար էլ է պետք ժողովրդի համախմբվածություն։ Ես միշտ ասել եմ, երբ որ մենք համախմբված ենք լինում, մենք միշտ հաղթանակներ ենք ունենում։ Երբ որ պառակտում ենք, մասնատվում ենք, մենք միշտ պարտություններ ենք ունենում։ Հետևաբար բոլոր գործընթացների ժամանակ միշտ պետք է մեր ժողովրդի համախմբվածությունը։ Դες ենք շնորհակալ։ Մեկ հարց է։ Հարաջան Վալուձա Գրիգորյանի սպանությունը դուք կարող եք։ Այսօր խոսել եմ, Վալուձա Գրիգորյանի ընկերն է։ Հաջորդ բոլոր ընտրությունները, որոնց կազմակերպիչ հանդես է գալու գործող վարչապետը, շատ դաժան բան տեղի ունեցավ։ Ինքս երկրին պիտանի մարդ էր, ընտրական տրամաբանությունը շատ ծրագրեր անկատար մնացին, բայց ես այն մարդը չեմ, որ 2018 թվականից չիմանալով ինչ-որ կարծիքներ հայտնել, թողեք թող քննությունը գնա կհասկանանք, քաղաքական չէր, անձնական չէր, ճիշտ չեմ համարում, կոռեկտ չեմ համարում հիմա կարծիք հայտնել դեպքի մասին։